Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր մենք մեր մշտական հաղորդման շրջանակում, ուրբաթօրյա հաղորդումների շրջանակում մի փոքր կանդրադառնանք այսօր աշխարհում թիվ 1 թեմային, դա մանկապիղծ Էփշտեյնի թեման է, որի շուրջ հաստորեն պարզվեց, որ Էփշտեյնի շուրջ կուտակվել էին ամբողջ եվրոպական և Միացյալ Նահանգների բոլոր երկրների բավականին ազդեցիկ դեմքեր, դա և թագաժառանգներ, դա և թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ, դա խոշորագույն բիզնեսմեններ, քաղաքական գործիչներ, դեպուտատներ և այլն։ Եվ Էփշտեյնի այդ համակարգը ինչով է կարևոր, որովհետև մենք հասկանում ենք, որ արևմտյան աշխարհը, որտեղ մեզ ուզում է տանել Նիկոլը, և արդեն երկար ժամանակ փորձ է արվում շատ նիկոլամերձ և ոչ այնքան նիկոլամերձ գործիչների կողմից այդտեղ տեսնել Հայաստանի ապագան և Հայաստանի փրկությունը, այդ աշխարհում կատարվել են սարսափելի բաներ, մարդակերություն, մանկապղծություն, մարդավորսություն և մանուկներին մատաղ անելու, երեխաներին զոհաբերելու, երեխաների արյունով ինչ-որ արարողություններ անելու իրավիճակներ։ Հետաքրքիր է, որ այդ համաշխարհային, երբ ասում ենք համաշխարհային կառավարություն, շատերը ասում են, գիտեք, դուք շատ եք բարդացնում, չկա այդպիսի բան, դա ինչ-որ մի տեսություն է, որը կապ չունի իրականության հետ, բայց պարզվում է, որ աշխարհի ուժեղները կուտակվել էին միտեղ և այդ աշխարհի ուժեղները անցնում էին այդ ամեն ինչով, մի քիչ հետո մենք խոսենք, թե ինչու։ Իսկ այժմ խոսենք, թե այդ աշխարհի ուժեղները ինչպես էին որոշում Խորհրդային Միությունից անջատված այն հանրապետությունների ճակատագիրը, որոնք շատ արագ գնացին այդ ուղղությամբ։ Մասնավորապես այդ ուղղության մեջ իհարկե առաջինը Ուկրաինան էր և շատ հետաքրքիր է, որ 2019 թվականի մայիսին Ջեֆրի Էփշտեյնը քննարկել է ուկրաինական հարցը և Զելենսկու նշանակել չնշանակելու հարցը շատ հայտնի ամերիկյան և անգլիական տնտեսագետ Լարի Սամերսի հետ։ Ասեմ, ով է Լարի Սամերսը։ Լարի Սամերսը եղել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար, եղել է համալսարանի, Ամերիկայի Հարվարդի համալսարանի prezident։ Եվ այս մարդը նույնպես և հետո եղել է շատ բազմաթիվ, շատ կարևոր պաշտոններին, գերազդեցիկ մարդ է և այլն։ Բայց այս Հարվարդի համալսարանի prezident-ի կոչումը մեզ հուշում է հետևյալը, որ երբ որ կան գտնվում են մարդիկ, ովքեր հպարտ ասում են, որ ավարտել են ամերիկյան այս կամ այն համալսարանը, ուսուցանել են այդ համալսարաններում և այլն, հետո պարզվում է, որ այդ համալսարանների նախագահները եղել են Էփշտեյնի մանկապիղծ և կանիբալիզմով, այսինքն մարդակերությամբ զբաղվող սեկտայի կամ կարելի ասել ինչ-որ մի քաղաքական գաղտնի կազմակերպության անդամներ, ընկերներ։ Իսկ դուք սովորել եք այն համալսարաններում, որոնց ղեկավարները կոնկրետ տվյալ դեպքում հիմա խոսում ենք Սամերսի մասին, որը Հարվարդի համալսարանում է, բայց եթե դուք սովորել եք այդ համալսարաններում և ձեզ սովորացրել են այն ինչ-որ գուցե պետք էր ինչ-ինչ խմբավորումներին, ինչ-ինչ խմբակներին, ապա լավ կլինի դրա մասին լռել և ոչ թե ցցել դա և հպարտանալ դրանով։
Հիմա կոնկրետ թե ինչ էին խոսում Էփշտեյնը եւ Լարի Սամերս։ Էփշտեյնը ժամանակն է օգնել Ուկրաինային։ Խոսում եմ 2019 թվականի մայիսի զրույցի մասին է։ Ժամանակն է օգնել Ուկրաինային։ Այն պետք է ուժեղ լինի տնտեսապես եւ ռազմական առումով։ Սամերս։ Մենք շուտով կքննարկենք սա, եվրոպական ջանքերը բավարար չեն եւ Եվրոպան սպասում է, որ մենք առաջին քայլերը կանենք, մենք նկատի ունի ամերիկացիները։ Նրան անհրաժեշտ են երաշխիքներ, որ մենք կզինենք Ուկրաինային։ Էփշտեյնը Զելենսկին մեծ ճնշման տակ է, նա դերասան է, այնպես չէ։ Ես չեմ կարծում, որ նա երկրորդ Ռեյգանն է։ Սամերս։ Ես բավականին լավ գիտեմ նրա հովանավորներին, այսինքն հասկանալի է, որ հովանավորները արդեն Սամերսի շրջապատից են, Միացյալ Նահանգներ, Անգլիա, Էփշտեյն, մարդակերներ եւ այլն, մանկապեքսներ եւ այլն։ Էփշտեյնը նա ընդհանրապես պատկերացում ունի, նա ներկայանում է որպես արևելաեվրոպացի տիպիկ արկածախնդիր, որը առևտուր է անում ուկրաինական հպարտության թեմայով, լինելով հալախիկ հրեա, այսինքն իսկական հրեա։ Ակնհայտ է, որ սա էժան կատակերգություն է ընտրողների համար, բայց մտահոգիչ է, երբ նա սկսում է այն խաղարկել մեր ներդրողների համար։ Ահա այսպիսի զրույց եմ ունենում այլ պետության վերաբերյալ, այլ ժողովրդի վերաբերյալ եւ այլ պետության ղեկավարի վերաբերյալ, ում դնել, ում չդնել, ում կարգել այդտեղ ղեկավար, արդյոք այս մեկը վիճակի, արդյոք այն մեկի վիճակի չէ եւ այլն, եւ արդեն որոշում են այդ երկրի ճակատագիրը։ Այսպիսի զրույցները դատարկ զրույցներ չէին, այսպիսի զրույցները բերեցին Ուկրաինայի համար, ուկրաինացի ժողովրդի համար մեծագույն կատաստրոֆայի, որովհետև դրդեցին, նախ կարգեցին այդ, ինչպես Էփշտեյնն է ասում, արևելաեվրոպացի տիպիկ արկածախնդրին, այսինքն Զելենսկուն եւ հալախիկ հրեային, կարգեցին Ուկրաինայի ղեկավար, ընդհանրապես զարմանալի է, որ Ուկրաինայի այսօր տեսնում եք բանակցություններ են գնում եւ ոչ մի ուկրաինացի այդ պատվիրակության մեջ չկա։ Կա թաթարներ, հրեաներ, նույնիսկ աբխազ, բայց ուկրաինացի որպես այդպեսին չկա։ Հետաքրքիր փաստ է, որը որ կարելի է իհարկե որից կարելի է եզրակացություն անել, թե ինչ են սարքում խեղճ ու դժբախտ ուկրաինացի ժողովրդի գլխին եւ ինչ էին սարքում Էփշտեյնը եւ Զելենսկին։ Բայց շարունակությունն է հետաքրքիր, որովհետեւ հենց այս օրերին Ուկրաինայի Ռադայում, այսինքն ազգային ժողովում իրենց պարլամենտում իհայտ է եկել օրենքի նախագիծ համար 14394։ Այդ օրենքի նախագիծը ասում է շատ հետաքրքիր առաջարկ։ Այն, որ եթե 14 տարեկան աղջիկները հղիացել են, ապա նրանց կարելի է ուրեմն թույլ տալ ամուսնանալ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է պեդոֆիլիայի, այսինքն մանկապարտության օրինականացում։ Որտեղ 14 տարեկան աղջկա հղիանալը նշանակում է նույն Ուկրաինայի քրեական օրենսգրքի 155-156 հոդվածների խախտում, որով արգելված է սեռական հարաբերություններ ունենալ անչափահաս երեխաների հետ։ Այսինքն, Ուկրաինայի Ռադայում այսօր առաջարկվում է, որպեսզի մանկապարտությունը օրինականացվի։ Փոխանակ մանկապիրս մեր ձյաձյաները Էփշտեյնի կղզու հաճախորդների ցուցակից կամ ցուցակինքից փոխանակ կանոնավորվեն եւ գնան բանտ, նրանք գնում են ԶԱԳՍ։ Ահա այսպիսի զարգացում է ստանում Էփշտեյնի ուրեմն գործը։ Ուկրաինայում, որի ղեկավարին Զելենսկուն եւ որի ուրեմն քաղաքականությունը որոշում էին Էփշտեյնն ու Լարի Սամերսը։
նույն բանը տեղի ունենում մեկ այլ յետխորհրդային հանրապետությունում Լիտվայում։ Լիտվայի բիզնեսմեն Վալդաս Պետրեկիսը ի հայտ եկավ Էփշտեյնի ցուցակներում։ Նույն այդ մարդը ստացվում է, որ ժամանակին ստացել է Էփշտեյնից մեծ գումարներ, 85,000 եվրո, հետո 15,000 եվրո, 17,000, մի խոսքով։ Օրերով արդեն բացահայտված է, թե որ այդ այսպես կոչված բիզնեսմենը ինչպիսի գումարներ է ստացել։ Բայց մինչ այդ 10 տարի առաջ այդ մարդը խառնված էր մեկ այլ քրեական գործ։ Մեկ հայտնի Լիտվայում հայտնի մի գործիչ հայտարարեց, որ իր դստերը բռնաբարել են Լիտվայի Սեյմի պատգամավորները, Լիտվայի դատախազները եւ մի խումբ էր այդպիսի։ Որից հետո այդ մարդու հայտարարության հիման վրա, թե ով էր կազմակերպիչը, ուրեմն հարուցվեց քրեական գործի ընթացքում կազմակերպիչը սպանվեց եւ մինչ օրս այդպես չբացահայտվեց, թե ով էր նրան սպանողը։ Այդ աղջկան, այդ բռնաբարված աղջկա հետքերը կորան, իսկ մի շարք մարդիկ, ովքեր գործում էին, որպեսզի բացահայտեն այդ հանցագործությունը, մանկապիեցների այդ հավաքի գործունեությունը, մի մասը կալանավորվեց կես սարկած գործերով եւ մի մասը անհետացավ։ Ահա նաեւ Լիտվայում ինչպես էր այդ ամենը տեղի ունենում։ Ասածս հետևյալն է, որ այն երկրները, ովքեր շատ արագ, նույնը կարելի ասել Լատվիայի մասին, եթե մենք մոտակա հաղորդումներում դրա մասին խոսենք, այն երկրները, ովքեր շատ արագ գնացին դեպի եվրոպականացում, նրանք ներգրավվեցին այդ կեղտոտ եւ մարդակեր մանկապիղծ համակարգի մեջ եւ այդտեղ ուրեմն կործանվեցին նաեւ իրենց ժողովուրդները։ Ուկրաինայի պարագայում մենք տեսնում ենք ինչ է կատարվում, ուկրաինական ժողովրդի ավելի քան մեծ մասը այսօր արտագաղթել այլ երկրներ։ Մի մասը Ռուսաստան, որը որ տրամադրված է Ռուսաստանի կողմ, մի մասը Եվրոպա, որը տրամադրված է Եվրոպայի կողմ, ուկրաինական ժողովուրդը, կարելի ասել եւ ուկրաինական տնտեսությունը, որի մասին խոսում էին Էփշտեյնն ու Սամերսը, կործանվեցին։ Հայաստանը տանում են այնտեղ։ Երկար ժամանակ փորձում էին տանել եւ Նիկոլի գարով Հայաստանը տանում են այդ համակարգի մեջ։ Ինչ է մեզ սպասում, կարելի է արդեն տեսնել եղած օրինակներով։ Ես ձեզ ասեմ հետևյալը։ Ջեֆրի Էփշտեյնը իր հաշվեհամարը, բանկում հաշվեհամարը անվանել է Բաալ։ Բաալը դա սատանիստների աստվածն է, որը որ գալիս է հին ժամանակների այսպես կոչված Խանաանից։ Ինչ է Խանաանը։ Խանաանը դա այն տարածքն է, որտեղ այսօր գտնվում է Իսրայելը, շրջակա տարածքները եւ այդ Խանանայի աստվածներից մեկը Բաալն էր, որը որ սատանիստների, ներկայիս սատանիստների կողմից դիտարկվում է նույնպես որպես իրենց աստվածներից մեկը եւ որը որ հակադրվում է քրիստոնեությանը։ Եվ Բաալին հենց զոհաբերում են երեխաներին, կարթոգենում եւ այլն, եւ այդ երեխաներին զոհաբերելուց ուրեմն անպայման այդ երեխաների առումն էր ընդհանրում եւ այլն։ Կամաց այլ երկրներից երեխաներ գողանալու, բերելու եւ զոհաբերելու, Բաալին զոհաբերելու ուրեմն այդ արարողությունը դարձավ նաեւ բիզնես, որովհետեւ այդ երեխաները գողանում էին, բերում էին, ծախում էին, վաճառում էին եւ հետո ուրեմն ինչ մարդիկ գնում էին այդ երեխաներին եւ ենթարկում էին ուրեմն մահապատժի։ Ինչու համար է պետք եղել
Ջեֆրի Էփշտեյնին եւ այդ ուրեմն ամբողջ խմբակին, որտեղ կային նախագահներ, եմ ասում, շատ բարձրաստիճան մարդիկ, կային ուրեմն թագավորներ, թագաժարանքներ եւ այլն, ինչու էր նրանց պետք այդ թաթախվել այդ մանկապղծության եւ երեխաների ուրեմն սպանության եւ մարդակերության մեջ, որովհետեւ այդ արարողությունը անցնելուց հետո այլևս ոչ ոք չէր կարող լինել ազատ, որովհետեւ նրանց ստիպում են կատարել այդ սարսափելի հանցանքը եւ դառնալ սատանայապաշտ։ Այդտեղ էին տանում եւ այդտեղ են տանում, որովհետեւ այդ մարդիկ բոլորն են բաց է Էփշտեյնից, որը իբր թե մահացել է բանտում, բոլորն են կան, գործում են, գտնում են ամենաբարձր մակարդակներում եւ այդտեղ է փորձում տանել Հայաստանը Նիկոլը։ Ով է Նիկոլը, ինչպես է Նիկոլը հայտնվել այս պաշտոններում եւ ինչ կա Հայաստանի մասին Էփշտեյնի գրություններում, մենք խոսենք հաջորդ անգամ։ Բայց արդեն փաստը, որ այդ սարսափելի խմբակը, այդ աղանդը կապված էր նաեւ հատուկ ծառայությունների հետ, մասնավորապես Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության եւ Իսրայելի Մոսադի հետ։ Մնացյալի մասին, ինչպես նաեւ Վենսի այցի մասին հաջորդի։